Բաքուն շարունակում է ապատեղեկատվություն տարածել, թե Հայաստանը հրադադար է խախտում։ Թվում էր, թե փաստաթղթի պատրաստի լինելուց եւ այդ հայտարարությունից հետո, որ արդեն խաղաղության պայմանագիրը պատրաստ է ստորագրման, ավելի նորմալացած Որականի այն առաջարկին, որ ձեզ արեց։ Մաքրեք ձեր շրթունքները։ Շատ լավ։ Էս ինչ եք ասում։ Ոչ մի բան, ասեք։ Այսինքն էս բուլինգ եք ձեր։ Այդ ինչ բառեր են, ինչ բուլինգ է։ Բուլինգ եք ենթարկում լրագրողներին։ Լրագրող չէ, Տիկին Ջեբեջյանին։ Լրագրողները այստեղ կանգնած են։ Հոգեվորականի որ ցիտում եք, գոնե կոնտեքստն է կցիտեք ինչի։ Ինչով եք պայմանավորում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը եւ այս Լավ, շահում։ Ինչով եք պայմանավորում Ադրբեջանի նման ագրեսիվ կեցվածքը։ Նորություն չի իրենց պահվածքը։ Միշտ էլ ապատեղեկատվությունը, երբ որ իրենց պետք է եղել, իրենք արել են եւ հիմա էլ շարունակում են, ունեն իրենց նպատակները, գոնե ինչ որ լարվածության օջախ պահեն Հայաստանի տարածքում եւ դա իրենց հաջողվում է, որովհետեւ հիմա մենք այդ ենք քննարկում, բայց դա խաղաղության օրակարգի մեր պատկերացումների մեջ չի տեղավորվում։ Դա է խնդիրը։ Ադրբեջանի քանի անգամ Նիկոլ Փաշինյանը այս օրերին պարբերաբար գրում էր Facebook-յան էջում, որ պատրաստ է ստորագրել, ես պատրաստ եմ ստորագրել հենց այս պահին, ասում է, եւ Ադրբեջանին կոչ է անում, որպեսզի գան բանակցությունների սեղան վերադառնա, ստորագրեն դա, բանակցություններ սկսեն ստորագրելու հետ կապված։ Այսինքն ինչ մտահոգություն կա հայկական կողմից, Ադրբեջանը ձգձգում է որպեսզի էսկալացիա Տեսեք, այսօր նիստից առաջ էլ բարման կարգով Գեղամանուկյանը խոսեց, որ Փաշինյանը խոսել էր, որ զինված ուժերին, այսինքն զգոնության այդպիսի առաջադրանք ինչ որ բան է։ Չէ, շարունակեք ձեր։ Դե ուրեմն, երբ որ ես խոսում եմ, աշխատեք լռեք։ Կլինի այդպես։ Առանց որևէ միմիկայի շարժման։ Ուրեմն, ըստ էության, զինված ուժերը դրանից ոչ թե մտահոգվել են մեր գործընկերները, ոչ թե զգոնության պակասի խնդիր առաջանալու, այլ ավելի զգոնությունը ավելացնելու խնդիր, որովհետև հակառակ կողմին ընդհանրապես հիշեցրեցին, որ կրակելու այն մասին, որ դուք խոսում եք, գոյություն չունի։ Ամենաբարձր մակարդակով ասվեց դա, եւ իրականությունը մենք անդադ հերքելով ոնց որ թե որևէ լուծման չենք բերել այդ հարցերը ներկայացնող ադրբեջանական կողմին։ Մենք չենք կրակում, անդադ հերքում ենք, բայց էսկալացիայի վտանգ այս բան չեք տեսնում, քանի որ մենք հետևում ենք սահմանային իրավիճակը եւ ինչ որ խորությամբ։ Բնականաբար եթե վտանգ տեսնենք, զինված ուժերը վտանգի մասին ոչ թե խոսում են, այլ իրականացնում են իրենց իրավասությունների սահմաններում գործողությունների պլան, որը ըստ անհրաժեշտության իրենք կիրառում։ Այս բան կուտակումներ չկան։ Ադրբեջանը միշտ նախապայմաններ քաշելու է, բայց Ադրբեջանը նաև հայտարարեց, որ պայմանագրի հետ կապված որևէ խնդիր ինքը դա այլևս չի տեսնում։ Բայց դա շատ ժամանակավոր արձագանք էր, որովհետև Փաշինյանը արձագանքեց, եթե խնդիր չկա, ստորագրում եմ, դուք պատրաստ եք ստորագրել, նաև արձագանքեցին, նաև միջազգային, գործընկերներ, առանձին պետությունների ղեկավարներ եւ այլն, որ ողջունում են վերջին հաշվով տարածաշրջանի խաղաղությունը պետքա փաստաթղթով ամրագրվի, որպեսզի սկսենք դա իրականության մեջ կառուցել։ Դրա մասին է խոսքը։ Քոչարյան ընդդիմախոսները իշխանությանը մեղադրում են խաղաղություն մուրալու մեջ, հենց այս բառերով, եւ հաշվի առնելով նաեւ Փաշինյանի այս վերջի օրերի գրառումները անընդհատ պարբերաբար գրում է, որ ես պատրաստ եմ անգամ միակողմանի ստորագրել։ Դուք դա համարում եք մենք մուրալ բառը շատ վատ բառ է, որովհետեւ դրանով դուք մեր դիմադրողականությանը վնասում եք։ Չարշան մուրալ։ Իհարկե մենք ոնց որ իրենք ժամանակին մենք մուրալու մասին չենք ասի, չէ՞ որ իրենք մուրում էին ինչ-որ պահի, բայց իրենք համբերատար, գլուխները կախ, ժամանակը ճիշտ օգտագործեցին եւ կառուցեցին այն համակարգը, որով իրենք լուծեցին իրենց արժեվ դրված խնդիրը։ Մենք ի տարբերություն իրենց 94-ի հրադադարից հետո ունենալով առավելություն, ունենալով հրադադարի հնարավորություն, մենք ոնց որ թե մեր հաղթանակները ստորադասեցինք այլ անձնական խնդիրների եւ մենք կորցրեցինք մեր կարողությունների մի զգալի մասը։ Եվ դա արձանագրվեց նաեւ պատերազմի ելքիով, 44 օրյա պատերազմի եւ նաեւ քարորիայի ժամանակին։ Այնպես չասենք քարորիայում հաղթել ենք, 44 օրյայում պարտվել ենք։ Ոչ, երկուսում էլ պարտվել ենք եւ դա արձանագրված է քննիչաժողովի աշխատանքների ընթացքում։ Մի վարքյան։ Ես չեմ տվել հնարավորություն, դուք հիմա սանկցիաների տակ եք։ Շատ լավ, հիմա մի վարքյան։
տեսեք, ցես խանգարում, այո, ինձ է խանգարում տվյալ լրատվամիջոցը, որի անունը չգիտես ինչ է, Tribune։ Շատ լավ, ասեք, շարունակեք։ Ինչ էր։ Ես ուզում եմ հասկանալ Փաշինյանը անընդհատ գրում է, որ ես Հա, հիմա մի վարքյան, դա ոչ թե մենք ընդդիմադիր, հա, խոսույթով, որ մենք վախեցած ենք, ասենք, չէ, իրականում խաղաղություն մենք չենք մոնում, մենք խաղաղություն ուզում ենք։ Խաղաղությունը պետք է նաև Ադրբեջանին, խաղաղությունը պետք է մեր հարևան բոլոր երկրներին, Իրանին, Թուրքիային, որտեղ խաղաղությունն է բոլորի նպատակը։ Ինչքան էլ կռվես, կռիվ անելը հեշտ է, խաղաղության հասնելը դժվար։ Խաղաղությունը դա մարդկային կյանք է, դա կորուստներ են, դա պետությունների քանդման ընդཐུպ հիմնահատակ քանդման հնարավորություն է։ Ինչի՞ չապրել խաղաղ պայմաններում։ Ադրբեջանը ունի առավելություն եւ նա իներցիայով անդադ իր խոսույթը դնում է, որ հաղթողի դիրքերից։ Գուցե տարիների ընթացքում Ադրբեջանի ներկայիս ղեկավարը ինքը այնքան է մեջը կուտակել, որ հիմա այս հաղթանակից կարող է ինքը ուզում է ավելի շատ մեզ այսպեսի լարված վիճակը ավելի տևական դարձնել։ Գուցե դա հոգեբանություն է, բայց մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով, իսկ խաղաղությունը մեզ պետք է, մեզ բոլորից, ձեզ առաջին հերթին, մեր ընտանիքներին, մեր պետությանը, որպեսզի մենք մեր խնդիրները կարողանանք հնարավորինս արագ եւ որակով լուծել։ Որոնք են այդ խնդիրները։ Առաջին հերթին անվտանգային խնդիրները։ Տեսեք, երբ որ խոսում եմ անվտանգության միջավայրի մասին, ես շատ չեմ էլ ուզում ծավալում, որտեղ այդտեղ ունենք ձեռքբերումներ, որի մասին հիմա ես չեմ կարող հանրային տիրույթում խոսել։ Խոսքը ռազմաարդյունաբերության կամ այնտեղ սպասվելիք մեր հաջողությունների տեմպերի մասին է։ Վաղը այստեղ կլինեն ծրագրի քննարկում բոլոր ուժային կառույցները եւ այնտեղ կներկայացնեն իհարկե փակ մասը, եթե լինի դուք չեք ունենա հնարավորություն դա լսելու, բայց դա գոնե մենք արձանագրենք այն ինչ-որ բյուջեում նախատեսված մասում մենք արձանագրել ենք, շարունակում ենք բարձրանալ, որտեղ խոչընդոտ ունենք եւ որտեղ պետքա կառավարություն եւ ազգային ժողովը համատեղ այդ լուծումները գտնի։ Ուզում եմ ասեմ, խաղաղությունը բարդ բան է։ Պարոն Քոչարյան, դուք ասում եք Ադրբեջանը պայմանագրում։ Ես չավարտեցի, չէ։ Լավ։ Ինչ ստացի դա։ Ուզում ասեմ, խաղաղությունը իրոք շատ կարեւոր է, այն ինչ որ իրենք անում են, թող ասեն, բայց ամենակարևորը մենք ամեն խաղաղ օրը խաղաղ ժամը, հիմա խաղաղությունն է, չէ՞, չենք կրակում։ Իրենք ասում են կրակում, բայց իրականում ոչ իրանց մոտ կրակոց կա, ոչ մեր մոտ։ Մենք մի լարվեք, բայց այդ խաղաղ օրը օգտագործեք ամբողջ 100%-ով։ 100%-ով, որտեղ այդ խաղաղ օրը վաղը կարող է չունենանք։ Եթե մի բան պետք է անենք, որպեսզի մեր անվտանգության բացիկը ավելի հարստանա, պետք է այսօր անենք, որտեղ վաղը կարող է ուշ լինի։ Իմ ասածը դա է, որ պետք չի շատ խոսել, բայց պետք է շատ աշխատել եւ անել։ Նվիրումով, հավատով։ Ինչի՞, որովհետև անտարբերության մասին ենք այսօր խոսում, անտարբերությունը շարունակում է մեզ ուղեկցել։ Եվ այդ անտարբերությունը մեզ սանից երբ որ հեռացնենք, մենք մեր լուծվելիք խնդիրներին ավելի կառերեսվենք առաջին դեմքով եւ կունենանք լուծումներ։ Այո, ասեք։ Պարոն Քոչարյան, այսօրեն ասում եք, որ խաղաղության պայմանագրում Ադրբեջանը խնդիրներ չի տեսնում։ Դե եթե տեսներ հայտարարել է, ես չեմ ասում, իրենք են ասում։ Այսինքն չէ համաձայնեցնի, բայց իրենք խնդիրներ են տեսնում այս համաձայնագրից 17 կետերից դուրս։ Նորից Բայրամովը հայտարարում է սահմանադրություն փոխելու մասին, ճանապարհ չեն ուզում, միջանցք են ուզում, այսինքն կստորագրեն իրենք հիմա այս։ Ես չեմ կարող ասեմ, մեր երկրի վարչապետը ասաց, ես ստորագրում եմ, որտեղ ոնց որ թե բոլոր 17 կետերին համաձայնվել ենք։ Հիմա իրենք դե ասեն այս կետերից դուրս եթե խնդիր ունեն, դա արդեն այլ խնդիր է, բայց այս կետերի շրջանակում, եթե մենք պատրաստ ենք ստորագրենք եւ իրենք ասում են բոլոր խնդիրները լուծվել, ինչու չեն ստորագրում, այդ դեպքում թող բարձրաձայնեն, մենք էլ հասկանանք։ Եթե դրանից դուրս էլի խնդիրներ կան, խոսենք, կարող է մենք էլ ունենանք խնդիրներ, սրանից դուրս արդեն այլ հարցերում, գերիների հարցում եւ այլ հարցերում բազմաթիվ հարցեր կան, որը բարձրաձայնվում է եւ գուցե չի բարձրաձայնվում, բայց դա օրակարգում կա։ Ուզում եմ ասեմ, որ դրանք շատ կարևոր հարցեր են եւ այդ հարցերի շահարկման մեջ չի, որ պետքա քաղաքական օրակարգը ձևակերպվի։ Ես սա ասում եմ ոչ թե այստեղ կանգնած լրատվամիջոցների ղեկավարների համար, դա ասում եմ մեր պետության անխափան ամուր լինելու տեսանկյունից։ Պարոն Քոչարյան, արդյոք միակողմանի զիջում չէ, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է մենք պատրաստ ենք ստորագրելու համաձայնագիրը, ադրբեջանական կողմից էլ դեռևս պատրաստակամության մասին չեն բարձրաձայնել եւ նաեւ եթե հաշվի առնենք, որ նոյեմբերի 9-ի կետերը Բաքուն չի կատարել, հետեւաբար անգամ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո վտանգ չկա, որ Ադրբեջանը դարձյալ այդ կետերը չի կատարի եւ պայմանավորվածությունը կխախտի։
90 թվականին, երբ որ իշխանություն փոխվեց, բայց սովետական կարգերը դեռ կային, Արաբախ կոմիտեն եկավ իշխանության, օրակարգերը արդեն ձևավորվում էին, անվտանգության ամբողջ համակարգը քանդվում էր։ Ճիշտ է, դեռ կար սովետական միություն, հետո քանդվեց, բայց անկախ պետությունները սկսեցին ձևավորվել։ Ճոճանակի էֆեկտը գիտեք։ Մենք այնպիսի դժվարություններով անցանք եւ մոռացանք, որ այդ դժվարությունները նաեւ կերտվեց հաղթանակ, ունենալով մեկ օրվա հաց, ունենալով մեկ օրվա փամփուշտ, բայց այդ նվիրումը եւ հավատը բերեց նրան, որ ձևավորվեցին ուժային կառույցները ճիշտ ժամանակին եւ ինտելեկտուալ բարձր մակարդակ ունեցող, այսինքն Հայաստան եկան բարձրակարգ զինվորականներ, այսինքն ուժային կառույցների կառավարող մարդիկ, գեներալներ, զինվորականներ, որոնք մեզ տվեցին առավելություն ի տարբերություն հակառակորդի եւ մենք այդ համակարգը բերեց մեզ հաջողություն 54 թվականի հրադադարի մասին է խոսքը։ Մենք ունենք արդեն զինված ուժեր։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, այդ ճոճանակը գնում է այն ժամանակ է, հակառակ կողմը ինքը չգիտեր ինչ աներ։ Բայց հետո երևի ինչ որ մտածեցին, գուցե աջակցություն ստացան աջակցություն Թուրքիայի, Իսրայելի եւ այլ երկրների շահերից բխող եւ իրենք կառուցեցին այն զինված ուժերը, որը պատրաստում էին պատերազմի համար։ Մենք անդադ խոսում էինք խաղաղության մասին եւ այն ժամանակը խաղաղությունը պետք էր մեզ, բայց այդ եզրը չգտնվեց։ Խաղաղության հետ կապված բանակցային ամբողջ գործընթացը ոնց որ թե չէր տանում վերջնական լուծումը, որտեղ փոխզիջումը ոչ մեկը չէր հասկանում այդ փոխզիջման մեջ ինչ կա դրված, որտեղ բոլորը փոխզիջման մեջ տենում էին միակողմանի զիջում։ Փոխզիջումը շատ ծանր բան է։ Եվ հիմա մենք կանգնած ենք այս դառը իրողության առաջ հայաթափված Արցախ, Լեռնային Ղարաբաղ եւ մենք հետ պատերազմյան մեր կորուստների վերականգնման խնդրի առաջ են կանգնած։ Իհարկե մենք պետքա խոսենք կամ չխոսենք, բայց ամեն օր աշխատենք, որպեսզի մեր երկիրը ամեն օր խաղաղության ամեն մի ժամը օրը դարձնի իր ժողովրդի համար անվտանգության կայուն բարձիկ։ Ես ոնց որ բոլոր հարցերին պատասխանեցի։ Պարոն Քոչարյան,